երբ որ այս հարցերը լուծվեն, ասենք այդ Ուկրաինա, Մոլդովա, Վրաստանը դե լուծվել է արդեն, Մոլդովան, բանես Կովկասի հարցերը լուծվեն, իրանք ինչ են անելու, երբ որ Միջին Ասիայի հարցն է լուծվի, հեսա կխոսամ նաև Միջին Ասիայի հետ կապված, երբ որ այդ հարցերը լուծվի, ինչ որ տարիներ հետո, խոսքի 10 տարի, 20 տարի, ես չգիտեմ, այդ Ամերիկայի պլանավորումը կարա լինի էլի, ես դա կարամ ընդամենը ենթադրեմ ինչա կատարվելու, բայց որ ժամկետում է կատարվելու, ես չեմ կարա հաշվեմ, դեռ պատկերը չունեմ ոչ Ռուսաստանի ռեսուրսների դիմադրության, ոչ էլ Ամերիկայի ռեսուրսների հաղթական։ Դա համար ժամկետ չեմ կարա ասեմ, բայց հերթով ժողովուրդը կտեսնի այդ process-ը հետումա։ Ինքը ինչ անելու, վերցնելու է բուն Ռուսական Ֆեդերացիայի պետությունը քայքայման ճանապարհը ընտրելու, երբ որ ասում եմ այդ բոլոր հանրապետություններին պոկի Լավրովի ասած կրակ է օղակը թշնամական բուֆերը սարքի, որը հիմա այդ սարքման process-ում է։ Դրանից հետո անցնելու է բուն Ռուսական Ֆեդերացիայի քանդմանը, այնտեղ չեչենները, Թաթարստանը, բանը դե ագին կան ժողովուրդներ, որոնք ապստամբելու են, ասենք չեչենները հայտարարելու են նորից Իչկերիայի հանրապետություն, Ուկրաինան ճանաչելու է Իչկերիայի անկախությունը, Վրաստանը ճանաչելու է Իչկերիայի անկախությունը, ու քանի որ այդ տարածքներում արդեն ելնելու են միջազգային խաղապահներ, ռուսը չի կարողանալու հարձակվի, եւ որ ռուսը հելնի, ասենք, նոտա կամ ամերիկացիքի հետ հանդիպի առանձին ասի, դրանքով են իմ տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություն են անում, Տրամպը չէ, որովհետեւ ամերիկյան ղեկավար էլի, ասենք 20 տարի հետո, ասելու ախպեր, դու օկուպացրել ես Ուկրաինայից 20%, չես ճանաչում իր տարածքային ամբողջականությունը, ինքն էլ չի ճանաչում քոնը, ինչ ես ուզում։ Կարաս փողով առ, չգիտեմ, խնդրի, աղաչի, երգի, պարի, կաշարի, ինչ ուզում ես արա, բայց չլեն չիմանա միջուկային զենք կամ ռազմական միջամտություն ես, էդի իմ ստեղծած աշխարհակարգին դեմա ես քեզ կխփեմ։ Այսինքն Ամերիկան երբեք խաղի կանոն չի խախտել առ այսօր, Սովետը փլուզելուց էլ ստիպեց, որ ռուսները ճանաչեն 15 հանրապետության անկախությունը, հետո նոր ինքը ճանաչի։ Հիմա էլ ինչ որ անում է, էլի ինքը դրա համար ասեցի, նա հենց այնպես չի, որ 250 տարում 11 երկրի է ընդամենը պատերազմ հայտարարը, որից երևի 10-ը իրան հայտարարել են, հետո է ինքը պատասխանը։ Ասենք 10-ը չէ, երևի 7-ը։ Համենայն դեպս երկրորդ համաշխարհային պատերազմում ինքը վերջի անգամ պատերազմը հայտարարել է երկրորդ համաշխարհային պատերազմում Տիկինգանը։ Ասենք Գերմանիա, Ճապոնիան Իրան խփեց Պիրլ Հարբուրում, ինքը հայտարարեց պատերազմ, բայց երևի Ճապոնիան հայտարարել էր արդեն, չգիտեմ։ Գերմանիան մի 4 օր հետո 11 դեկտեմբերի հայտարարեց, Իտալիան հայտարարեց, ինքը այդ դրանց փոխադարձ հայտարարեց 3 երկիր՝ Ճապոնիա, Գերմանիա, Իտալիա, որ նրանք էին հայտարարել։ 42 թվի վերջերին էլ արդեն Բուլղարիա, Ռումինիա, Հունգարիային հայտարարեց, որովհետև օբշի դաշնակիցների դեմ հայտարարեց, էլի։ Այսինքն սա ինչ եմ ուզում ասեմ։ Այդ մարդը շատ խելոք կարողանում է խաղա ու իր խնդիրները լուծի խաղի կանոն չխախտելով։ Ու ստիպելով, որ հակառակորդները միջազգային նորմերը, որ դուք ասում եք ջունգլի օրենքը բան չէ, ինքը կարողանում հենց անի իրավիճակ սարքի միջազգային, որ նրանք խախտեն խաղի կանոնները, ու ինքը դառնա պարյադկի կողմնակից, այդ կարգու կանոնի կողմնակիցը, համաշխարհային ոստիկան, այսպես ասած։ Իսկ հիմա Ամերիկան գտնում է իր հզորության գագաթնակետին։ Այնքան ապուշտեր կան, ասում են Ամերիկան փլվում է, ես իմ 3 հատ բևեռ դառնեմ, չգիտեմ ինչ անեմ։